Վերադարձանք գովազդից հետո եւ արդեն ասացինք, որ մեծ տոն է սպասում մեր երկրում եւ փաստորեն արդեն իմացանք, որ Հայաստանում սպասվում է խառը մենամարտերի հեղինակավոր մրցաշար, որի համար Հայաստանը արդեն մեկնարկել, ժամանել է Ֆրանսիայի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, քիքբոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ստեֆան Կարբերան նա այստեղ է եւ մեր տաղավարում են նաեւ Վարդան Մնացականյանը, Mix Fight հայկական ֆեդերացիայի նախագահը, Սպարտակ Ծատուրյանը, Mix Fight հայկական ֆեդերացիայի մրցավարական անձնակազմի ղեկավարը եւ Հրաչ Ազիզյանը, Mix Fight հայկական ֆեդերացիայի փոխնախագահը։ Բարի լույս։ Նշեմ նաեւ, որ Սենյոր Կարբերան WKA-ին քիքբոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահն է։ Բարի լույս բոլորին։ Բարի լույս։ Buen días. Gracias. Ամենը փաստորեն խոսել։ Так, նախ եկեք սկսենք նրանից, թե ինչ մրցաշար է, երբ է տեղի ունենալու եւ ինչքանով է նա միջազգային։ Բարև ձեզ, նախորդ շնորհակալություն հյուր հրավերի համար։ Մրցաշարը լինելու է մարտի 30-ին Դինամոյում, Հայաստանի հավաքականը ընդդեմ Հունաստանի հավաքականին։ Լինելու է 4 պրոֆեսիոնալ մենամարտ, դրանից բացի սուպերֆայթ է լինելու 8 մենամարտ, ընդհանուր 12 մենամարտ է լինելու, համ MMA, համ քիքբոքս մարզաձևերում։ Հայաստանը ընդդեմ Հունաստանի հավաքականի։ Ընդհանուր քանի մարզիկ է մասնակցելու։ 24 մարզիկ է ընդհանուր մասնակցում մրցաշարին, մրցաշարի տևողությունը 3 ժամ է տևում, 12 մենամարտ։ Հունաստանի հավաքականը ինչքանով է ուժեղ։ Ինչքանով կարող ենք ասել, որ շատ լավ պատրաստվում են Հունաստանի հավաքականը, վիդեոներ են տարածում թե Instagram-ում, թե Facebook-ում, որ գալիս են Հայաստան, որ նոկաուտով ավարտեն իրենց մենամարտերը հայերի հանդեպ։ Իսկ ինչպես որոշվեց, որ հենց Հայաստանում պետք է անցկացվի այս մրցաշարը։ Ոչ թե Հունաստանում։ Ուրեմն ես մեր մրցաշարը կոնկրետ ես 20 տարի դուրս եմ զբաղվել, կանցկացրեցի 57-րդ մրցաշարն է, որ անում ենք, Իսպանիայում ենք զարգացրել սա, բայց արդեն 4 տարի է Հայաստանում ենք տեղափոխվել, ուզում ենք մեր նպատակն է Հայաստանում անել, Հայաստանում ճանաչում տալ, թե մեր սպորտսմեններին, թե զարգացնել քիքբոքսինգ MMA մարզաձևը Հայաստանում, զուտ այդ նպատակով կապերը մեր շատ մեծ է, հրավիրում ենք մարդկանց, ուզում եմ որ դուրսնել անենք, բայց առաջինը մենք մեր երկրում անենք, քիչ ստեղ զարգանա ընդհանուր։ Սենյոր Կարբերան առաջի անգամ է Հայաստանում։ Հա, առաջի անգամ է գալի Հայաստան։ Ինչ կարող է ասել հայ մարզիկների մասին ում է ճանաչում։ Dice de qué puedes decir a los luchadores armenios de que conoces, a quién conoces? De los luchadores kickboxing, sí. de Armenia. Armenia. De los kickboxing, pienso que el más conocido es Petrosyan. Պետրոսյանն է, որտեղ Ջորջո Պետրոսյանն էլ WKN-ի աշխարհի չեմպիոնն է, հենց իրանց վարկածի, ասում եմ մեր վարկածի աշխարհի չեմպիոնն է, ու հայ մարզիկ ոնց որ իրան է ճանաչում ավելի ուժեղ էլի։ Este es el nombre más conocido, pero hay muchos otros que no tienen nombre ahora conocido, pero con el trabajo que hace el señor Vardan, pienso que no es muy difícil tener también otra estrella que se puede ser también conocida en todo el mundo. Ասում եմ որ Պետրոսյանն ինքը շատ անուն ունի, որտեղ ինքը դուսն է ապրել, հնարավորություն շատ է ունեցել մրցաշարի, բայց ասում եմ էլի հայ լիքը մարզիկներ կան, որ իրանց անունները չի հնչում, այսօր ես դրա համար եմ Հայաստանում Վարդանի հետ, որ կոնկրետ զարգացնենք ստեղ այդ քիքբոքսը ու Հայաստանի ապրող մարզիկներին իրանց անունները բարձրացնենք, հնարավորություն տանք մասնակցելու լիգաներում։ Շատ բան։ Ինչպես են պատրաստվում մեր տղաները, ինչ նրբություններ կան, արդեն յուրաքանչյուրս դերուտի գիտի ով է դուրս գալու իր դեմ, հատուկ պարապմունքներ, մարզումներ, թե ընդհանուր է ամեն ճարում։ Բարև ձեզ, ես էլ եմ ողջունում ձեր ծրագիրը, շնորհակալություն հյուր ընդունելու համար։ Մարզիկները ամեն մի մարզիկ նախքան մենամարտի դուրս գալը բնականաբար ուսումնասիրում է իր հակառակորդի ուժեղ եւ թույլ կողմերը եւ համապատասխան մարզումներ են անցկացնում, փորձում ենք այնպես անել, որ մեր 4 հայ մարզիկները եւ ոչ միայն 4 հայ մարզիկները, այլ մնացած բոլորը եւս կարողանանք պատվով, ինչպես ասում են, ծածանել մեր եռագույնը։ Մարզումները անցկացնում ենք, ունենք Mix Fight ակումբ, որը բացվել է հատուկ պրոֆեսիոնալ մարզիկների համար,
այնտեղ մարզվում է հավաքական թիմը, որը գտնվում է Rafo 22 հասցեում։ Մարզումներ են կանցկացնում այնտեղ եւ ունենք տարբեր մասնագետներ, հա, սկսած արագաուժային մարզումից մինչեւ հարվածայինով, այո, բռնցքամարտ առանձին, այնտեղ, այո, ովքեր որ MMA-ով են ըմբշամարտ, ովքեր որ kickbox, խառը հարվածային, ու փորձում ենք հնարավորինս բերել այն բալանսին, այն միջին, այն պատրաստվածությանը բարձր, որպեսզի մեր հայ մարզիկները կարողանան ռինգում հաղթանակ տոնել։ Հույն մարզիկները բոլոր ազգությամբ հույն են, թե նաև կան մարզիկներ, որոնք բոլորը հույն են, բոլորը հույն մարզիկներ են, Ռուսաստանի Դաշնությունից են գնացել, կամ Վրաստանից, բոլորը հույն մարզիկներ են ու ապրում են Աթենքում, հա, մարզվում են այնտեղ ու իրենց քաշերում ուժեղագույններն են։ Իրենց քաշերում ուժեղագույններն են եւ դրանցից մեկն էլ դարավ նոր Եվրոպայի չեմպիոն։ Այսինքն իսկապես ուժեղ մարզիկներ են եւ ուժեղ մարզիկներն են բերում, որ հաղթանակ տանեն։ Իսկ մեր մարզիկներին կարող եք թվարկել ով են դուրս գալու մերոնցից։ Մերոնցից Արգամ Գալոյանն է մասնակցելու 77 կիլոգրամ քաշ են կարգում, 75-ում Արտյոմն է, 61 կիլոգրամ քաշում Հրաց Սուքասյանն է, եկել ունենք 73 կիլոգրամ քաշային կարգ Էրիկ Մերաբյան։ Հա, Էրիկ Մերաբյանն։ Բոլոր քաշերում համոզված ենք, որ մերոնք հաղթել են։ Թե դրան են Ռինգի հաղթի ուժեղագույն է։ Դա սպորտ է, ինքը պրոֆեսիոնալ սպորտ է, պրոֆեսիոնալ սպորտում ամեն ինչ հնարավոր է, մեծ սպորտ է, բայց հուսանք, որ կունենանք այն ինչի մասին, որ մենք խոսում ենք այս բային հաղթանակներ։ Առհասարակ որքանով է այս սպորտաձևը տարածված Հայաստանում ու հետաքրքրություն առաջացնում ու որ տարիքից են սկսում մարզվել։ Բավականին մեծ տարածում ունի, առավել եւս այս բային MMA մարտարվեստը եւ կամեկ մարտարվեստները բավականին մեծ տարածում ունեն ինչպես աշխարհում, այնպես էլ նաեւ Հայաստանում, սակայն ինչպես նշեց պարոն Նացականյանը, պետք է մեծ թափով քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանում ել ավելի տարածում ձեռք բերի սպորտաձևը, որովհետև ունենք պոտենցիալով շատ ուժեղ մարզիկներ, ովքեր հետագայում մեծ հնարավորություն կունենան մասնակցելու աշխարհի առաջնություններին եւ գոտու համար մենապայքարներին եւ ունենք այսպիսի հյուր, որը պարոն Նացականյանի հետ համատեղ քննարկել են լուրջ ծրագրեր, որոնք հետագայում կբերեն նաև հաղթանակներ։ Աղջիկ մարզիկներ ունենք։ Այս պահին մենամարտող գալիք մրցաշարում չունենք, բայց իհարկե մարզվող մարզուհիներ շատ ունենք եւ շատ ուժեղ աղջիկներ ունենք եւ անպայման հասնելու են հաջողության։ Սենյոր Կարբերային եմ ուզում հարցնեմ, ինչքանով է միջազգային ֆեդերացիաներին եւ հայտնի, այսպես ասած, ակումբներին հետաքրքիր Հայաստանի նման երկիրները եւ ինչի համար, ինչու՞ն է հետաքրքրությունը։ Dice que los organizaciones mundiales de kickboxing, de que interés tienen para Armenia, por ejemplo, para participar los armenios. ¿Qué quieres saber exactamente? Sí, más o menos qué interés tienen. Mira, para mí es la primera vez que estoy en Armenia. Yo conozco el trabajo del señor Vardan desde algunos años porque he visto lo que estaba haciendo en España y también ahí en Armenia. Y Armenia es nuevo en el kickboxing, lo que yo puedo decir. El deporte es viejo, pero nuevo en el senso que está profesional ahora. Todo está organizado muy bien. Por ejemplo, hoy estamos en la televisión, que son una cosa muy importante para el deporte. Y hay todo lo que pienso de lo que he visto en 2 días, hay todo el necesario para que el deporte se pone muy grande internacionalmente. He visto el gimnasio que tiene Vardan y he visto las organizaciones que se hacen ahí, que son de nivel exactamente profesional y muy fuerte para que sube algunos estrellas y campeón reconocido mundialmente. Ասում եմ, որ ընդհանուր մենք ուզում ենք հայերը իրանք ագրեսիվ կպնողներ են, բայց ասում եմ, միշտ ասում եմ հայ ընտրել ենք Եվրոպայի մեջի մարդկանց, որտեղ Հայաստանում չենք տեսել գործողություն, որ արվում է, բայց ասում եմ, ես Վարդանի աշխատանքները Եվրոպայում, Իսպանիայում տեսել եմ,
ու հիմա տենում եմ Հայաստանում ինքն չէր անում։ Իսկ առաջի հերթին որ լավ աշխատում է, զալը բաց է, զալը սպորտային հենց կոնկրետ Բայցովսկի կլուբ է սարքած, ոչ թե ֆիթնեսի զալ, ռինգ տանձիկ, հենց հատկացված է հարվածային մարզաձևերի համար։ Իսկ տելևիզոր հեռուստացույցն էլ է շատ կարևոր, որը որ մեր մրցաշարերը 75 երկիր տրանսլյացիա է լինում։ Ու բացի որ հրավիրում եք հյուր, sense բաներն է կարևոր տալի, որ կոնկրետ հայկական կիկբոքսը ճանաչվի, այսօր էլ մենք մեր շեշտը դնելու ենք այս երկրի վրա, որ առաջ տանենք ստեղի մարզիկներին, այսինքն հնարավորություն տանք մասնակցեն ինտերկոնտինենտալ մրցաշար գոտու մենամարտերին Եվրոպայի, աշխարհի, որտեղ իրանք մոտ 330 չեմպիոն ունեն եւ այդ չեմպիոնների մեծամասնությունը պայմանագրով պետքա իրանց գոտին պաշտպանեն։ Այսինքն պաշտպանելու համար կազմակերպիչը ուզում է որ պաշտպանի 75 կիլո կպնող, ոնց որ ինքը օգնելու է հայ կպնողի դնենք, հայը կպնի։ Դրա համար հիմա ասում եմ ոնց որ եկել եմ ստե Հայաստան, ամեն ինչ տենում եմ, որ ստե շատ լավ է ու զարգացում կա, որ արդեն աշխատենք։ Կարևորը որ աշխատանք է գնում եւ պայմաններ ունենք եւ սենյոր Կարբերան ասաց որ հույսով որ այստեղից կունենանք աստղեր եւ չեմպիոն, չէ՞։ Դեռ ես իսպանային հասկանում։ Փաստորեն, ես ուզում եմ իմանալ պարոն Ստեֆանը արդեն հասցրել է շրջել Հայաստանով եւ որ տեսարժան վայրն է առավել հավանել։ Կարմի Գեղարդիչ միածին, հա։ Գուցե Սևան։ Երեք եկել Հայաստան։ Ժամանակություն Հասցրել ենք Եշմիածին գնանք եկեղեցիներ բան ընդհանուր սա ոնց վաղվանից նոր արդեն ամեն դեպքում պլաններում կա։ Սաղտեղը, հա։ Հարց, որը որ ինձ հուզում է, Դինամո մարզադաշտը բավականին այդքան մեծ չէ, մեղմ ասած։ Բոլոր այն մարդիկ, որոնք որ չկարողանան լինեն ներսում, որտեղ կարող են դիտել մենամարտը, YouTube, հեռուստաալիք։ Չէ, տրանսլյացիա լինելու Trailer TV-ով, Fightbox-ով, իրանք որ միջազգային TV-ներ են, իրանք կարան նայեն համետ application-երով, դրսի մարդիկ հեռուստացույցը։ Հասկանալի։ Ինչքանով է հետաքրքրում այդ մրցաշարը երիտասարդ մարզիկներին, որովհետև ցավոք սրտի մենք շատ դեպքերում տեսնում ենք, որ մենք ունենում ենք այստեղ ինչ-որ միջազգային, օրինակ, բասկետբոլի Հայաստանի հավաքականը հանդիպում է Ավստրիայի հավաքականի հետ կամ Ալբանիայի հավաքականի հետ, ես գնում եմ դահլիճ եւ տեսնում եմ, որ երեխաներ քիչ են, մարզիչները չեն բերում երեխաներին դիտելու։ Ինչքանով է կարևորում դուք, որ մարզիչները իրենց սաների հետ գան եւ դիտեն, մասնակցեն պարապմունքներին, աշխատեն, տեսնեն մեծ աստղերին։ Ըստ էության երեխաների նման մրցաշարերի մասնակցությունը կարելի է համարել եւս մեկ մարզում, արդեն վիզուալ մարզում եւ նման երեխաների համար մեծ մոտիվացիա է հանդիպել, տեսնել այնպիսի մարզիկների, ովքեր երևի թե կամ միգուցե եղել են իրենց համար կուրքեր, չնայած ես չեմ սիրում կուրք բառը, բայց համենայն դեպս եղել են մարզիկներ, մեծագույն մարզիկներ, ում այդ երեխաները տեսնելով ոգևորվել են եւ փորձել են նմանվել։ Եվ տեսեք ինչպիսի վեհություն է, երբ նստած դահլիճում դու տեսնում ես արդեն հենց այդ մարզիկի մենամարտը եւ միգուցե նաեւ հաղթանակը եւ քո ոգևորությունը դառնում է։ Դա կարևորում եք եւ իհարկե նման մեծագույն մարզիկների մասնակցությամբ մրցաշարերը կամ մենամարտը դիտելը մեծ փորձառություն է։ Սենյոր Կարբերան հիմա ինքը զբաղվում է, մարզվում է, թե ոչ, եթե հա, ապա այստեղ ինչ-որ մաստեր կլաս եւ այլն մարզիչների համար կամ մարզիչների համար։ Ինքը ամեն օր պարապում է։ Հենց երեք դրանից ենք խոսում, որ առավոտ շուտ դուրս գանք, ասում է, որ այսօր պետք է առավոտը պարապում կանեմ, էլի եթե մի օր չեմ պարապում, ասում ոնց որ ես բան չլեմ, էլի հանգիստ չլեմ։ Estaban preguntando ¿tú entrenas ahora o no entrenas? Te estoy diciendo todos los días te estás entrenando. Sí, todos los días. Իսկ ինչ որ մաստեր կլաս մտածում եք անեք հենց դեր օրինակ mix fight ակումբում, որ մարդիկ գան, բաց պարապում, չգիտեմ։ Հա, պրոստը ինքը հիմա ավելի շատ կազմակերպչական այդ գոտի կազմակերպության նախագահն է, ինքը մարզումներ չի տալի, էլի։ Ինքը իր համար է Հա, ինքը իր համար մարզում, մարզումներ չի տալի։ Միջազգային ֆեդերացիայի կազմում քանի երկիր կա ու Հայաստանը ըստ հերթականության որրորդ տեղում է մարզիկների ուժով։ ¿Cuántos países existen en WKN? ¿Y la Armenia qué posición tiene más? Personalmente, yo fui en 143 países. 143 երկիր։ Y en todos
casi en todos los países del mundo tengo coordinador gente. Ամեն երկրում ունի մի հոգի մարդ պատասխանատու Yo he viajado en todo el mundo durante muchos años para hacer un network, un réseau grande. Ասում միշտ ես տուրիստական այդ գործերի մեջ եմ, միշտ գնում եմ, որ կազմակերպչական սաղ կազմակերպեն Y tenemos gente casi en todo el mundo. En todos los continentes y casi en todos los países tenemos gente. Սաղ աշխարհի վրա ընդհանուր մենք ունենք, էլի։ Después, ¿La Armenia qué posición? La Armenia para mí es nuevo. Porque Armenia tiene ahora, pienso que hay todo para que se hace realmente grande combate de kickboxing y de MMA y de boxeo también es posible. Porque pienso que hay la base, que se llama, hay muchos combatantes, que es la base. Televisión, vosotros, que está una cosa muy importante para el deporte, y la promoción, porque promoción, televisión y base son las tres cosas las más importantes para que el deporte se develope el más grande que posible. Y la última son los combatantes conocidos y reconocidos mundialmente. Eso es nuestro trabajo. Ասում եմ մեր աշխատանքը վրա ամենակարևորը Հայաստանում կա promotion, կան հեռուստացույցներ, որ պրոպագանդա կանում սպորտի զարգացման հետ կապված ու ինքը տեսնում է, որ այսօր Հայաստանը նոր զարգանում է ու հաստատ աճելու է, մենք հայ չեմպիոններ ենք ունենալու էլ ընդհանուր միտքը դա է ասացի։ Աճելու տեղ ունենք եւ հուսանք, որ ոչ միայն ծաղիկների գնով կլինենք օրինակ աշխարհում երկրորդը։ Իմիջիալ եթե չգիտեք, ծաղիկների գնով այս մարտի 8-ի համար 44 երկրում ուսումնասիրություն են արել։ Հայաստան երկրորդ տեղում է, ամենաթանկ ծաղիկները վաճառվել են Հարավային Կորեայում, միջինում։ Մոտավորապես $25 չափով է ծաղկե փունջը Հայաստանում, իսկ ամենաեժան Բուլղարիայում է $2։ Հուսանք, որ ոչ միայն ծաղիկների գնով կլինենք երկրորդ աշխարհում, այլ օրինակ նաև մարզիկների քանակությամբ եւ հաղթանակներով։ Շատ շնորհակալություն, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մարտի 30-ին Դինամո մարզադաշտում տեղի կունենա միջազգային մրցաշար, որի Հայաստանի հավաքականը կպայքարի Հունաստանի հավաքականի հետ, հուսանք, որ 12 հաղթանակ ունենանք, կամ լավ, հուսանք, որ ընդհանուր հաշվով կհաղթենք Հունաստանի հավաքականին եւ հուսանք, որ օրերից մի օր Հայաստանի հավաքականը դուրս կգա ընդդեմ Եվրոպայի հավաքականի, աշխարհի հավաքականի եւ իսկապես կունենանք ուժեղագույն մարզիկներ, աստղեր, չեմպիոններ եւ գոտի տիտղոսակիցներ։ Ձեզ մաղթում ենք հաղթանակներ, հաջողություն, շնորհակալություն։ Ես հիշեցնեմ մեր հյուրերին Ստեֆան Կաբրերա, Kickboxing միջազգային ֆեդերացիայի նախագահ, Վարդան Մնացականյան, Mixed Fight հայկական ֆեդերացիայի նախագահ, Սպարտակ Ծատուրյան Mixed Fight հայկական ֆեդերացիայի մրցավարական անձնակազմի ղեկավար եւ Հրաչ Ազիզյան Mixed Fight հայկական ֆեդերացիայի փոխնախագահ։ Muchas gracias. Gracias. Merci.